Պարոն Հարությունյան, քանի որ Ռուսաստանից Հայաստան եկածների հետ կապված, նաև ռազմական վարժանքների, 25-օրյա վարժանքների նրանց մասնակցության հետ կապված ծանոթություններ ուղարկվում, դիմությունից հայտարարում են, թե նման կերպ փորձարկում վախեցնել մեր այդ քաղաքացիներին, վախեցնել մեր այդ հայրենակիցներին, որովհետև ինչու նոր միայն հիշեցիք, որ նրանք պետք է մասնակցություն ունենան նաև վարժական համակարգում։ Խնդրեմ դրան արձագանքեք եւ ընդհանուր առմամբ նաև այս հարց կոնտեքստում նայեք, եթե օրինակ դրանց մեջ լինեն բազմաթիվ մարդիկ, որոնք այո, ընդամենը մի քանի շաբաթ եկել են, պետք է մասնակցեն, քվեարկությունը կատարեն եւ տեղադրեն։ Այդ դեպքում նրանց մասնակցությունը ներգրավում վարժական հավաքներին, ինչպես է տեղի ունենալու։ Չէ, բայց կներեք, այս թեման ինքը շատ կարևոր է, էլի։ Այսինքն մենք որպես քաղաքացի ո՞նց ենք նայում այս հարցին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որ հիմա մեզ նայում են, ովքեր ծնվել են Հայաստանում, ովքեր ապրում են Հայաստանում, ովքեր պատերազմի ժամանակ օրինակ որդի են ունեցել պատերազմում, ովքեր իրանց որդիներին են հիմա կամ ուղարկել ծառայության ու ծառայում են հիմա։ Նայում են հարցազրույցը Շանթ ուրա, Շանթից ով կա լրագրողներից։ Դուք, Շանթը։ Հարցազրույցը անում տենում են այնտեղ հետևյալը։ Մի մարդ օդանավակայանում կանգնած ասում է հետևյալը. ես եկել եմ քվեարկեմ, 7-ի իրիկունը հենց 7-ին գնալու եմ։ Խի, որտեվ կարող է դե իրավիճակը մի քիչ վատանա, երեխեքի հետ եմ, բա երեխեքից չեմ թողել։ Բարդություններին դուք ինչ եք դրան որպես քաղաքացիներ, դուք իշխանություն եք, եթե օրենսդրական բաց կա, դա նայեք։ Դա օրենսդրական բացի հարց չի, պարոն Կիրակոսյան, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունի քվեարկելու։ Ես այդտեղ բարոյական կամ քաղաքական կամ առհասարակ մարդկային բարոյական արժեքների մասին եմ խոսում։ Մարդկային բարոյական արժեքների տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացին ո՞նց կարա տանը նստի նայի, թե ո՞նց է ինչ որ մեկ եկել ասում դե ես քվեարկում եմ շուտ գնամ, որ իմ երեխեքին հանկարծ իմ քվեարկության արդյունքով ինչ որ մի բան չլինի, իմ երեխեքը վատ դրության մեջ չհայտնվեն։ Այս ձեր ակտիվությունն են, որ հարցնում եք ժողովուրդ ջան։ Այս ակտիվությունը նաև սրա պատասխանն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր առավոտից պատասխանում է այս մարդկանց։ Այսօր առավոտից պատասխանում է այն մարդկանց, որ Իրկուտսկից ցուցակով հայերին ստիպողաբար բերում էին։ Իդեպ Ազատություն ռադիոկայանը լավ կլներ լուսաբաներ տենց բաները, չնայած գուցե Սամվել Կարապետյանը չի թողնում, դուք ամեն դեպքում ձեր հարաբերությունները պարզեք, ինչևէ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչ բան է։ Այս ամեն ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանն է, այս գործելակերպին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասում է, ստեղ իմ երեխեքն են ապրում ու մեծանում։ Ու դուք չեք կարա իմ երեխեքի ապագան որոշեք առանց ինձ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար